Իմ մոտ տպավորություն չստեղծվեց, որ այնտեղ Եվրոպայի սրտում ելույթ է ունենում պետության ղեկավար։ Եվ այստեղ այդ մտքի վրա իմ մոտ ասած մի բան ծտած։ Ասում այդ Վաշինգտոնյան փաստաթղթերում եւ պայմանավորվածություններում չի եղել Զանգեզուրի միջանցք եզրույթ։ Տերմինը չկա, բայց կա Թրամփի ուղի։ Կամ եթե Սևանին անվանում ենք աթոռ արդյոք, Սևանը սկսում է դառնալ աթոռ։ Բայց ինչա կոչվում Թրամփի ուղի, ինչի Հայաստանի մնացյալ բոլոր ճանապարհները չունեն ինչ-որ հատուկ անուններ։ Ես հիմա հարցեր եմ տալի հատուկ ռեժիմի մասին Նիկոլ Փաշինյանին, ասում որքանով է դա բխում Հայաստանի շահերից, Ադրբեջանի շահերից գիտենք, որ բխում ան տալիս, բայց Նիկոլ Փաշինյանը հիստերիկ ձևով կռիվ է տալիս անունների դեմ, տերմինների դեմ։ Իշենք Ծելուկ Դեկարտին ինչ էր ասում, եթե մենք կարողանանք եզրույթի շուրջ պայմանավորվել, ապա կկարողանանք աշխարհի գոնե կեսը փոխել։ Գնացիք Վաշինգտոնում, ինքներդ ծափ տվեցիք, հումորներ արեցիք, շուլուխներ արեցիք, Թրամփի գովեց, չգիտեմ, Հայաստանի բանակցողները, Արադ Միրզոյանը, Ռուբինյանը, Վահան Կոստանյանը, Արմեն Գրիգորյանը ոնց են պատկերացնում են բանակցություն երևույթը որպես այդպես։ Բանակցեց, հաջողություն չհասեց, բայց դուք բանակցում, και ասում եք կա հաջողություն։ Հիմա ուր է հաջողությունը։ Նա ասում է Զանգեզուրի միջանց, ու ասում է չկա Զանգեզուրի միջանց։ Իսկ կարող է այստեղ հարցը ընդհանրապես եզրույթներն են եւ իրականում կա Զանգեզուրի միջանց, ուղղակի դու դրանք համառորեն չես անվանում Զանգեզուրի միջանց, ինչպես որ համառորեն չես ուզում ընդունես, որ համանդրությունը փոխելու է Ալիևի պահանջը։ Դա է ուզում ֆրցնես, բերես ամենա արդեն անայլենտրանք իրավիճակում ստղատնես, ինչպես շատ բաներ են ստղացվել։ Հիմա նույն բանը է միջանցքի թեման է։ Ուրեմն այդ մարդիկ ապուշ չեն, չէ՞, կամ բոլորը Ալիևի կամակատարները չեն, կամ բոլորը, չգիտեմ, խավիար ուտող կաշառակերներ չեն։ Խաղաղություն են տոնում, խաղաղության հղիության օրերն է հաշվում Հայաստանի վարչապետն։ Սա կեղծ խաղաղություն է։ Ընկերներ ողջույն, վաղուց չենք հանդիպել, մի փոքր հիվանդ էի եւ հնարավոր չէր կապի դուրս գալ, բայց հիմա ամեն ինչ անցել է եւ ընդհատակի զրույցները շարունակվում են։ Այսօր առաջարկում եմ քննարկենք ԵԽԽՎ լիագումար նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, նրան ուղղված հարցերը եւ բնականաբար պատասխանները, բայց մինչ այդ առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube ալիքին 1991 եւ հավանել, տարածել ընդհատակից զրույցները։ Ես նաեւ մեր նախորդ հանդիպան ժամանակ ասել էի, որ հարցեր ուղեք, ավելի ակտիվ լինեք։ Խոստմանս մասին, առաջարկիս մասին հիշում եմ, բոլոր հարցերը առանձնացված են եւ խոստանում եմ առանձին եթեր կնվիրենք հենց այդ հարցերին, այսինքն ամեն ինչ հիշվում է եւ ոչինչ չի մոռացվում, հանգիստ եղեք եւ առաջարկում եմ նոր հարցեր գրել, նոր առաջարկներ, նոր քննադատություններ, մի խոսքով լինել ակտիվ։ Եվ այսպես տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ելույթը լիագումար նիստում ԵԽԽՎ-ի, եղան նաեւ հարցեր, սկանդալային հարցեր եւ սկանդալային պատասխաններ։ Եվ այդ ամեն ինչը բնականաբար գրավեց մեր ուշադրությունը եւ ես ուզում եմ ամենասկզբից կիսվել իմ տպավորություններով եւ շատ կարճ կլինեմ եւ կոնկրետ։ Իմ տպավորություն չստեղծվեց, որ այնտեղ Եվրոպայի սրտում ելույթ է ունենում պետության ղեկավար։ Տպավորությունը այնպեսին է, ոնց որ թե ինչ-որ քաղաքակտիվիստ, հա, լիներ ելույթ ունեցողը, հա, իրեն պահում էր քաղաքակտիվիստի, հա, քաղաքացիական ակտիվիստի կամ քաղաքացիական հասարակության որ ՀԿ-ի ներկայացուցիչի պես ելույթի բովանդակությունը, ձևը, շեշտադրումները, այսինքն պետության դիրքերից, հանուն պետության շահերի ինչ-որ լուրջ ելույթ այդպես չեղավ։ Ինչ-որ հա ժողովրդավարության մասին եղան շեշտադրումներ, իհարկե ժողովրդավարությունը շատ կարևոր է
ես ժողովրդավար ես եւ իմ բոլոր կողմնակիցները, մեր գործընկերները ժողովրդավարական պետության ջատագով ենք, բնականաբար այստեղ տոտալիտարիզմի, ստալինիզմի ջատագովներ չկան, բայց մեր ընկալումը, իմ ընկալումը ժողովրդավարության եւ այդ մարդու եւ նրա կողմնակիցների ընկալումները մի փոքր տարբեր են։ Նրանց համար ոնց որ ժողովրդավարությունը կրոն լինի, այդպես էլ խոսում է, էլի, ոնց որ կրոնական բովանդակությունը դրան հաղորդում, ինչ-որ փրկագործակ կան, որ դրա շնորհիվ մենք փրկվեցինք, մենք հավատում ենք դրան, մենք սիրում ենք դրան։ Տեղակամներից մոտ ռուսական հումորային մուլտիկ հիշեցին, որ ասում եմ, я за демократию даже маму убью, это что ծիծաղալու ապուշ մուլտիկա, հա մոտավորապես դեռ նաև Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանում տարիներ շարունակ կեղծված ընտրությունների, քաղաքմանդարկյալների առկայության, քաղաքական բռնությունների մասին, նաև շեշտադրելով, որ նաև այդ եվրոպական կառույցների եւ առաջին հերթին ԵԽԽՎ-ի ներկոտությամբ տարիներ անց այդ բոլոր քաղաքական հիմքերով դատապարտվածները արդարացվել են, այդ թվում նաև ինքը եւ այստեղ այդ մտքի վրա հիմա ցած մի բան ծտած ասում արդյոք այս ամենը արտաբերելիս Նիկոլ Փաշինյանի մտքով անցնում է, որ տարիներ անց արդեն իրենից հետո այդ նույն եվրոպական կառույցները վճիռներ են արձակելու այդ Նիկոլ Փաշինյանի օրոք ապօրինաբար դատապարտված քաղաքմանդարկյալների վերաբերյալ, նրանց քրեական գործերի, կեղծ դատավարությունների վերաբերյալ, օրինակ Նիկոլ Փաշինյանի մտքով ասում է, որ այդ նույն տրամաբանությամբ արդարացվելու են Միքայել Աջապահյանը, Միքայել Սրբազանը, Միքայել arczepiskopos Աջապահյանը ճիշտ ասեմ, հոգեորականները նախանձախնդիր են ծիսական տերմինների նկատմամբ ճիշտ ասենք, Սամվել Կարապետյանը եւ մյուսները, դասում Նիկոլ Փաշինյանի մտքով ասում որ այդպիսի բան անպայման լինելու է եւ այդ մարդիկ արդարացվելու են եւ դա արտիշրջանասյուր սա ինչ-որ կարճ ռեպլիկ գալով բուն թեմային էլի չնեմ ինչ-որ ձևական ստանդարտ ելույթ բովանդակության մասին խոսելու փոխարեն շեշտադրել քանակը, օրինակ ասում է աննախադեպ է մեր կառավարությունում կանայք երբեք Հայաստանի Հանրապետությունում այսքան ղեկավար պաշտոնների չեն եղել, ինչքան մեր կառավարության օրոք է, այսինքն ներքին գործերի նախարարը կին է, արտաքին հետախուզական ծառայության տնօրենը կին է, մարդու իրավունքների պաշտպանը, արձագանքության նախարարը եւ այլն լիքը պատգամավորներ ու էլի քանակ բայց խոսելով կանանց իրավունքների, կանանց եւ տղամարդկանց հնարավորությունների, հավասար հնարավորությունների մասին, այս ամենի գաղափարախոսները քանակը նկատի չունեն որակը եւ հետո համակարգը դարձել է ավելի արդար, համակարգը դարձել է ավելի անկախ, ոսկե իրավական համակարգի մասն Հայաստանը ավելի իրավական պետություն է դարձել, չէ, էլի նույն բռնությունները, էլ ավելի ուժ կին ղեկավարների օրոք եւ մասնակցությամբ նույն բռնությունները, նույն հետապնդումները, նույն հալածանքները, կատանքները, նույն այդ դատական բարձերը, մի խոսքով էլի նույն ձևական առանց բովանդակության, ինչ-որ իրականության նկարագրություն գանք ամենաահմուկ հանած միջադեպին, երբ որ բրիտանացի պատգամավորը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանի Զանգեզուրի միջանցքի մասին եւ վստահ տեսել եք էլ նոր այդ բովանդակությունը չվերարտադրել Նիկոլ Փաշինյանը միանգամից բողոքվեց, կատաղեց, փրփրեց, սկսեց մատ հատալ այդ պատգամավորի վրա բրիտանացի ասելով թե ինչ Զանգեզուրի միջանց չկա, ոչ մի Զանգեզուրի միջանց, որտեղ է կարդացել, մենք թուղթ ենք Վաշինգտոնում Թրամփի վկայությամբ, այստեղ արդեն չկեղծեց, այդ վկայություն բառը կիրառեց, հա, Թրամփի վկայությամբ թուղթ ենք ստորագրել, այնտեղ Զանգեզուրի միջանց տերմին չկա,
Եվ այստեղ բան էլի հարց առաջանում։ Եթե պատգամավորը ներկայացուցիչը պատասխանի արձագանքի հնարավորություն ունենա, ինչ թվում է կարող է այսպես պատասխանել, թե որտեղ է կարդացել։ Կարդացել է Ալիևի տեքստերում, Ալիևի բոլոր ելույթներում, Ալիևը ամեն օր, ամեն Աստծո օր, երբ որ խոսում է, իհարկե, երբ որ ելույթ է ունենում, երբ որ հարցազրույց է տալիս, կամ շուրուղեր ցաղում, անդադ խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը այդ մարդուն հարցնում է, որտեղ ես կարդացել։ Այն ինքեր Ալիևի մոտ եմ կարդացել, որտեղ պետք է կարդացած լինեմ։ Կարդացել եմ միջազգային մամուլում, բրիտանական, ֆրանսիական, ամերիկյան, ռուսական, ամբողջ մամուլը օգտագործում է Զանգեզուրի միջանցքի եզրիթը։ Այո, այդ Վաշինգտոնյան փաստաթղթերում եւ պայմանավորվածություններում չի եղել Զանգեզուրի միջանցք եզրույթ, բայց այստեղ հիմա մենք ինչ ենք անում, անունների դեմ ենք կռվում կամ ինչ-որ մի բան նկարագրելու համար միայն բավական է անունը տալ կամ չտալ, օրինակ հիմա այս աթոռը, որի վրա որ ես նստած եմ, դրան անվանենք բանը, չտանք անունը, ուղղակի ինքը սեղանում լինի, ուղղակի ինքը սենյակում լինի, որպես ինչ-որ աթոռ, հիմա դադարում ենք աթոռ լինել, եթե իր անունը չենք տալիս, կամ սեղանի անունը չենք ասում սեղան, կամ եթե սեղանին անվանում ենք աթոռ արդյոք, սեղանը սկսում է դառնալ աթոռ, իհարկե չէ, չկա, այդ տերմինը չկա, բայց կա Թրամփի ուղի, բայց ինչա կոչվում Թրամփի ուղի, ինչի Հայաստանի մնացյալ բոլոր ճանապարհները չունեն ինչ-որ հատուկ անուններ, Պուտինի ուղի, Մակրոնի ուղի, չգիտեմ, Պողոս Պետրոսի ուղի, Հովհաննես Առաքյալի ուղի, չգիտեմ, հենց այդ մեկը ունի անուն, հենց այդ մեկին տվել են ամենապրիմիտիվ անունը, ինչ են դրան տվել, անուն ունի հատուկ ռեժիմ, եւ հիմա հարցեր են տալի հատուկ ռեժիմի մասին Նիկոլ Փաշինյանին, ասում են, որքանով է դա բխում Հայաստանի շահերից, Ադրբեջանի շահերից գիտենք, որ բխում է, ինչ մաքսային ռեժիմ է լինելու, ինչ ծառայություն են այնտեղ անցկացնելու, Ալիևը ասում էր, հայ սահմանապահի դեմք չենք ուզում տեսնենք, ադրբեջանցիները արդյոք տեսնելու են հայ սահմանապահի դեմք, թե չէ, դրա այս բաների մասին են մարդիկ հարց տալիս, բայց Նիկոլ Փաշինյանը հիստերիկ ձևով կռիվ է տալիս անունների դեմ, տերմինների դեմ։ Իրեն բովանդակության մասին հարց են տալիս, ինքը բովանդակության հարցը շփոթում է մի կողմ, ու ցույցում է Զանգեզուրի միջանցք տերմինի դեմ կռվել։ Սա իհարկե շատ հետաքրքիր է այս անունների դեմ կռիվը։ Այստեղ հիշենք Ծելուկ Դեկարտին, ինչ էր ասում, ասում եթե մենք կարողանանք եզրույթի շուրջ պայմանավորվել, ապա կկարողանանք աշխարհի գոնե կեսը փոխել։ Հա մոտավորապես եմ վերարտադրում։ Եթերից առաջ չեմ կարդացել, որ հիմա ասեմ, շուտ կարդացած միտքը հաստատ Դեկարտն է ասել։ Եվ սա ամենանշանային ձևակերպումն է, այս Դեկարտյան ձևակերպումը այս իրավիճակի վերաբերյալ։ Հիմա սա հարց առաջանում, այն ինքեր, երբ որ դու նշում ես խաղաղության մի ամիս 22 օրեկանը, արդեն 23 օրեկանը, բակ 24 օրեկանը, այդ փոքրիկ հղիությունը այդքան սպասելի, որ նշում ես։ Այդ ինչ ես նշում, եթե դու նույնիսկ տերմինների շուրջ ես կարողացել պայմանավորվել, եթե քո ու Ալիևի հրատորաբանությունը նույնիսկ մի սանտիմետր իրար չի մոտեցել։ Դուք ասենք ավելի եք իրարից հեռացել։ Գնացիք Վաշինգտոնում, ինքներդ ծափ տվեցիք, հումորներ արեցիք, շուլուխներ արեցիք, Թրամփ երկուսի գովեց, մի քիչ նվաստացրեց, մի քիչ գովեց, մի քիչ տարավ, մի քիչ բերեց, մի քիչ իր այդ ինքնասիրահարված էգոն բարձրացրեց, հասցնելով մինչև Օկտավիանոս Օգոստոսին հասցրեց։ Բայց դրանից հետո եկաք, Ալիևը սկսեց ուրիշ բան խոսել, սկսեցի ուրիշ բան խոսել, ինչ եք բանակցել, դուք ոնց եք պատկերացնում, չգիտեմ, Հայաստանի բանակցողները, Արադ Միրզոյանը, Ռուբինյանը, Վահան Կոստանյանը, Արմեն Գրիգորյանը ոնց են պատկերացնում են բանակցություն երևույթը որպես այդպիսին։ Եվ ունակ ես այս եմ հասկանում, եթե ինչ-որ բանը շուրջ բանակցում ես եւ հասնում ես պայմանավորվածության, նշանակում է, որ կողմերը գոնե ինչ-որ հարցերում պետք է սկսեն իրար նման մտածել։
Հարցին նույն անկյունից նայել, այլ ոչ թե բանակցել, հելնել հայտարարել, որ հա ամեն ինչ լավ է, եկել է խաղաղություն, ժողովուրդ ցնծացեք, եկել է խաղաղություն ու գնալ լրիվ ուրիշ բաներ խոսան, նա ասի Զանգեզուրի միջանցք, սա ասի Զանգեզուրի միջանցք գոյություն չունի, գնա տարբեր հարթակներից տրտնջա, Ալիևից բողոքի, մակում, բանում, շորսում, չգիտեմ, ամեն տեղ որտեղ նստի լինի, Ալիևից տրտնջա, թե բա պայմանավորվածություններ խախտում են, դուք ոնց եք էլի բանակցում, ոնց է կամ բանակցելը լավ է հասկացանք, արած բանակցեց, հաջողություն չհասնեց, բայց դուք բանակցում եք, ասում եք կա հաջողություն, հիմա ուր է հաջողությունը, նա ասում է Զանգեզուրի միջանց, դու ասում ես չկա Զանգեզուրի միջանց, իսկ կարող է այստեղ հարցը ընդամենը եզրույթներն են եւ իրականում կա Զանգեզուրի միջանց, ուղղակի դու դրանք համառորեն չես անվանում Զանգեզուրի միջանց, ինչպես որ համառորեն չես ուզում ընդունես, որ համանդրությունը փոխելու ես Ալիևի պահանջը եւ դա վերագրելու ես նրան, որ հայ ժողովուրդը երբեք չի ունեցել իր կողմից ընտրված եւ քվեարկած համանդրություն եւ դրա համար չի ընդունում Հայաստանի իրավակարգը, չի հասկանում իրավակարգը, չնայած ծափահարում է խաղաղությանը եւ դրա համար պետք է բլա նոր համանդրություն, ինչպես դա է ուզում ֆրցնես, բերես ամենա արդեն անայլընտրանք իրավիճակում ստղատնես, ինչպես շատ բաներ են ստղացվել։ Հիմա նույն բանը է միջանցքի թեման է, որտեղ բոլոր պարամետրերով տեսնում ենք հատուկ ռեժիմով ճանապարհ, մի անվանել դրան Զանգեզուրի միջանցք։ Չգիտեմ, ասա վարդագույն միջանցք, սիրո միջանցք, խաղաղության խաչմերուր, բայց դրանից հո ճանապարհի հատուկ ռեժիմը չի փոխվելու։ Եվ այս այլ պատգամավորի վրա մունատ գալը։ Այնքան ամբողջ միջազգային մամուլը դրա մասին է գրում, օգտագործելով այդ տերմինաբանությունը։ Ուրեմն այդ մարդիկ ապուշ չեն, չէ՞, կամ բոլորը Ալիևի կամակատարները չեն, կամ բոլորը, չնեմ, խավիար ուտող կաշառակերներ չեն։ Տեսնում են ինչ-որ հատուկ ռեժիմ այդտեղ։ Եվ չեմ ուզում չարախնդալ Հայաստանի ղեկավարի վրա, որը իշքան որ ինձ համար անընդունելի եւ անհասկանալի արարած ու կերպար լինի, բայց արդեն տեսնում ենք էլի լրջությունը Վաշինգտոնյան բանակցությունների տեսնում ենք ԱՄՆ նախագահի վարքագծից, որը նա ծեր մարդ է, 80-ից մարդ է, չգիտեմ 80-ից թե չէ, մոտ 80, լավ, 80-ի շուրջ պլյուս մինուս, չի հիշում, որ երկրներն են եկել իր վկայությամբ խաղաղություն նախաստորագրել, Ադրբեջանին Ադրբեջանը ասում, Հայաստանին Ալբանիա, հետո ասում է Հայաստան, Կամբոջա, դրանց միջև խաղաղություն, հետո Ադրբեջանի նախագահին ասում է Ադրբեջանի ղեկավար, էլի անունը չի հիշելով, մեկ ասում է եկել են մյուս տղան, Հայաստանի ղեկավարին ասում է մյուս տղան, տեսնում ենք այս ամեն ինչից, թե ինչքան լուրջ է այդ գործընթացը, թե ինչքանով է լուրջ ու ծանրակշիռ Նիկոլ Փաշինյանի ասած այդ մի ամիս 22-23 օրեկան հղիությունը ինչքանով է լուրջ, ինչքանով է խնամքի կարիք զգում։ Եվ այս դա էլի, այսինքն Նիկոլ Փաշինյանի հույսը 80 տարեկան մարդն է, որը նույնիսկ չի էլ հիշում, թե որ երկրների միջև է հաստատվել խաղաղություն, նույնիսկ միգուցե չի էլ պատկերացնում, որ մոլորակի որ հատվածում այնքան հաստատել խաղաղություն։ Եվ ես լուրջ եմ էլի ասում, սրա մասին եները մտածում էի, որ մեծագույն խայտարակություն կլինի, թե Թրամփի խաղաղության Նոբելյան մրցանակ տան, որովհետև նախ թվարկեմ թե ինչ եմ այդպես մտածում, չնայած իմ համար շատ ավելի նախընտրելի էր այն ժամանակ, որ ինձ ընտրվի, քան թե Բայդենի վարչակարգը, սա միանշանակ է, բայց տեսնում որ սա էլ ադեկվատ չի արդեն ռեժիմը, չնայած կանխատեսում ենք, բայց այս մանրամասների մեջ չխորանանք, ինչի համար կլինի խայտարակություն, որ նրան Նոբելյան մրցանակ տան խաղաղության,
Նախ նրա օրոք Իսրայելը Միացյալ Նահանգների մասնակցությամբ կարմիր լույսով եւ միջամտությամբ աննախադեպ հարձակմանը ենթարկել Իսրայելը Իրանի Իսլամական Հանրապետության այդքան մարդկային զոհերով, ավերածություններով, դա ագրեսիա էր։ Նրա օրոք եւ նրա կանաչ լույսով հարձակմանը ենթարկվել մեկ այլ սուվերեն պետություն Ամերիկայի մերձավոր արևելյան դաշնակիցներից Կատարը։ Թրամփը վարդագույն ակնոցներ հակած կարծում էր, որ մի հատ քաղցր խոսքով այս կողմ կարող է կանխել եւ կասեցնել ռուս-ուկրաինական հակամարտություն, այդպես հեշտ էր էլի, այտենց մի օրում մի գիշերվա ընթացքում հնարավոր է կանգնեցնել այսինքն այդ իրավիճակի սխալ գնահատում։ Հիմա բանը հասնում է, որ Ուկրաինայի սպառազինումը էլ ավելի ավելանալու Միացյալ Նահանգների կողմից կոնֆլիկտը շատ ավելի թեժ շրջափուլի մեջ ամուսին։ Եվ իհարկե հայ-ադրբեջանական այս պսևդո կեղծ խաղաղությունը խաղաղության հաստատում առանց կոնֆլիկտի պատճառի գոյություն ընդհանրապես ընդունելու Ղարաբաղցիների մասին ոչ մի խոսք, Ղարաբաղի մասին ոչ մի խոսք, Ղարաբաղցիները իրավունքներ չունեն, այդ մարդիկ էթնիկ զտման են ենթարկվել եւ որը արձագանք չկա նրանց ցեղասպանությանը։ Ցեղասպանական ակտ է դա, ցեղասպանության վերաբերյալ որևէ արձագանք, որևէ խոսք չկա, նույնիսկ այդ հարցը տալիս, հարցը չլսելու են տալիս ու հիմա խաղաղություն են տոնում, խաղաղության հղիության օրերն է հաշվում Հայաստանի վարչապետն։ Սա կեղծ խաղաղություն է։ Եվ հայտարարություն կլինի այս էթնիկ զտումից հետո ինչ-որ Վաշինգտոնում ինչ-որ ցիրկի համար Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ տալ։ Դա զզվելի հակամարտկային, հակահումանիստական ակտ կլինի։ Եվ որևէ հայ մարդ նրան չպետք է ծափահարի։ Ինչևից է նորից եմ էլի ասում, սա է այս խաղաղության լրջությունը։ Խաղաղություն, որի օրերը հաշվում է Նիկոլ Փաշինյանը, որպես հղիության օրեր, չգիտեմ, ափսոս իրական շատ բան կա ասելու, բայց թեմաները շարունակելի, խնդրում եմ բերեք հարցեր, արձագանքներ, առաջարկներ եւ այդ ամեն ինչին կանադառնամ հերթով, կարգով։ Ինչևից է եւս մեկ անգամ շնորհակալություն, չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին 1991 եւ նաեւ չմոռանաք հավանել եւ տարածել ընդհատակի զրույցները լավ եք։